ըստ երևույթին մեկ ամիս առաջ երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփը սիլի բիլի երավ Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանը եւ իր Ղարաբաղյան Ռոբա Սերժա KGB դաշնակ ոչ թե ազատաշխարհի դաշնակ KGB դաշնակ ղեկավարները արդեն հրավառության սկսած էին եւ ես այդ արդիվ ճիշտ մեկ ամիս առաջ փետրվարի 28-ին մի քիչ էլ ավել այն ժամանակը ելույթ ունեցած էի եւ գադարած էի հետեւյալ հայտարարությունը կամ ասենք իմ թիդարգումները ներկայացուցած էի եւ անգեց յետքը ճիշտ մեկ շաբաթ յետքը հաջորդ հաղորդումի մեջը գադարած էի երկրորդ ասենք ակնարկը եւ մեկնաբանությունը քաղաքական մեկնաբանությունը իսկ անգեց յետքը ճիշտ մեկ շաբաթ յետքը երրորդ մեկնաբանությունը գադարած էի ուրեմն առաջին այդ հարահուրա ուրախությունը որ Ռոբերտ Քոչարյանը արդեն գազմագերբելու սկսած էր էսա վերաթարնալու ենք իշխանության Պուտին բաբան մեր ճանապարհը հարթել է Թրամփ հոփարին հետ ամեն ինչ լավ է ուրեմն վերաթարնալու ենք շուտով վերաթարնալու ենք ուրեմն ըստ երևույթին արևելայրը լավ խոսում ունին կացախ ծեր ախորժագին այն ժամանակվա իմ հաղորդումի խորակիրը եղած էր Թրամփի վադլուրը Պուտինին եւ ռուսա ստրուկներին Ռոբո Սերժա Կարիկինի ամենավտանգավորը գադաղած ոչխարն է իսկ անգեց յետքը այդ հաջորդ հաղորդումին խորակիրը եղավ Պուտինի կորձակալ Կարիկին բի սովետա հայ փողոցային ծեր հոգեգերդվածքով բահվածքը եւ այլն եւ ամենակարևորը որ ինչպես օրանքներ են գսեն it put the icing on the cake եւ արդեն թշփախտապար ի թշփախտություն հայադյացներին 5-րդ Շարասյան այս խորակիրը գադաղեցուց Ռոբո Սերժականներին Ղարաբաղյան մաֆիային եւ այդ խորակիրը եղավ Թրամփի քախնի ՌԴ փլուզման պրոյեկտ Դիտենք այս հատվածները միասին եւ կշարունակենք մեր զրույցը հետեւ հավատացյալ ոչխարը որ ասենք քարնուգը որ Հիսուսը ասենք իրենց հոգ տանող հովիվն էր եւ իր հավատացյալները մենք ավետարաններու մեջ տեսած ենք որպես ոչխարի խորհրդանիշով որ քարնուգը շատ լավ խորհրդանիշ մնե Եվրոմիությունը բիդի ընդարձակվի գտեսնենք կապրինք գտեսնենք գարկմը ասենք հին ռեժիմականներ քմզիզաղով բիդոնթունին այս ասենք ագնարգը կամ ագնգալիքը կամ գանխադեսումը բայց պիտի տեսնենք 5-ն 10 տարվա ընթացքին շատ բաներու ագանադես պիտելան եւ պիտի նաեւ տեսնենք այն օրը երբ ռուսական դաշնությունը որ սովետական գայսության հետևորդն էր միջև հիմա պիտի վերածվի Ռուսաստանի այսինքն անգլերեն ինչպես որ գսեն right sizing of Russia այսինքն Ռուսիայի ճիշտ չափին մեջը բարունագելու այն ծրագիրը պիտի իրականանա եւ հաջորդ գայսերապաշտական նգրդումներ հետապնդողը Էրդողանն է Սիրելի հերոստատեսներ մենք անցյալ շաբաթ խոսեցանք թե ինչպես նախագահ Թրամփը մեծ հուսախաբություն ստեղծեց Պուտինի եւ Ռոբո Սերժա Կարիկինայի գործ շրջանագեններս եւ այդ հուսախաբությունը գհիմնավորվի օրս օրե ավելի գխորանա եւ այդ մասին հետակային ինչպես որ գիշեն մեր հերոստատիդողները 3 շաբաթ առաջ երբ Սերխոնար ծարան գանխադեսում ըրավ եւ Թրամփի մեկ սիրապանական Պուտինի մասին սիրապանական
հայդարարությունը յետքը մեմնալ դեսանք որ Երևանի մեջ Ռոբերտ Քոչարյանը ամիջավես մամլո ասուրից հայդարարեց եւ ռուսական թևին ծարայող մամուլի գծորդներին հրավիրեց, որովհետեւ ինքը սկսի հոխորդալ, բայց ըստ երևույթին այն ժամանակ մենք բարձրացանեցինք, աղաղագեցինք այն փաստը, որ սա Թրամփի գողմե թրագան գամքի դրսևորում չէ հանդեպ Պուտինին։ Իրականում Թրամփի գործունեությունը գպատկանի ոչ միայն Թրամփին։ Թրամփը գպատկանի աշխարհի վրա ամենաշատ ինստիտուցիոնալ, այսինքն հիմնարկային գառույց ունեցող պետության Ամերիկայի։ Ինչպես տեսանք, հիմա արդեն ապրիլի 4-ն է այսօր եւ բավականին հետաքրաշարժ եւ թուկտանիկ, այսինքն երգիրը հիմքեն թղրթացնող խորաբես ցնցող քաղաքական զարգացումներուն արդեն ականադես կլանք եւ այն ժամանակ նաեւ ինչպես գիշեք իմ ագնարգի մեջ խոսած էի թե ինչպես հավաքական արևմուտքի ղեկավարությունը եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում ընդունած են որ եվրոպական մայր ցամաքի վրա նոր եվրոպական մայր ցամաքի վրա ոչ մի պետություն պիտի չթույլատրվի որ իր գայսերապաշտական նկատումները ցուցաբերե եւ իր գայսերապաշտական երազները հետապնդե եւ այսօրվա թրությամբ եվրոպական մայր ցամաքի վրա սկսած արևմտյան Եվրոպայեն ավարտել է յետքը առաջին աշխարհամարտը եւ որուն հաջորդեց երկրորդ աշխարհամարտը մենք արդեն ականադես եղանք թե ինչպես Գերմանիան, Ֆրանսիան, Մեծն Բրիտանիան, Իտալիան, Ավստրո-Հունգարիան բոլորն իրենց գայսերապաշտական երազանքները ցևով մշակված կերպով մեջտեղեն վերացուցին եւ սկսան Եվրոմիության միութենական, ասենք համակորձակցական, սակայն ամեն երկիր բահելով իր ինքնիշխանությունը համակորձակցական ոգիով առաջնորդվի։ Իսկ այս օրերուն, երբ ռոբոսերժականները գերազեն, որ էսա ռուսական դաշնությունը վերականգնելու է սովետական գայսությունը կամ ավելի խորը վերականգնելու է ցարական Ռուսաստանը, ապա ուրեմն չարաչար կսխալին։ Ռուսական դաշնությունը ի հերթին Թուրքիո նեո-օսմանյան գաշտության երազանքներով առաջնորդվող Էրդողանին, որուն վիճակին մասին արդեն քաչադեղյակ ենք, մանրամասնության երթալու կարիք չկա այս պահին, բայց հետաքային անպայման իսկ երրորդ հեգեմոնիա, ասենք գայսերապաշտական ամենադիրական նորելուկ այդ փչիչը Ալիևն է, որ Բաքվի գայսությունը գուզե ընդարձակել, ինչու Բաքվի գսեն, որովհետև Ադրբեջան անունը իրենք յուրացուցած են, identity theft Իրանեն։ Ադրբեջանը մեր իմացած ադրաբադականն է, որ Իրանի հյուսիս-արևելյան շրջանն է, որ սահմանն է, որ սահմանային տարածքն է հայկական Նախիջևանին։ Բայց այս մարտիկը, ինչպես միշտ, որ եկած են ասյոդապաստաններեն եւ ոսկե հորթայի մնացուկներն են, ավելցուկներն են, ամեն երբ գաշխատին մաշկափոխության հիման վրա, իրենց անունները փոխելով, իրենց գրոնները փոխելով, մեկ մասը կդառնան քրիստոնյա, մեկ մասը իսլամ, մեկ մասը հրեա, բայց իրենց էությունը կմնա նույնը։ Ուրեմն, վերադառնալով մեր թեմային, թե ինչպես այս գայսերապաշտական էությունները պիտի վերանան, բարձ է, փնության օրենքը գսե, երբեք չի կարելի փոքրամասնումը, ջղջին փոքրամասնումը բռնադիրություն ստեղծե եւ պահպանե։ Օրինակի համար Թուրքիո բարակային երբ ասկապանակցությունը
90 միլիոն սենք թվանշանի գմոդենա ով գրնա ինքն իրեն համոզել կամ մեր հերոսատեսորեն համոզել որ այսօր այսպես կոչված Թուրքիան պիտի կարողանա ընդամենը 18-20% կազմող Էրդողանի ասկագիցներով բռնադիրությունը շարունակել մնացած 70-75 միլիոնի վրա եւ որոնց հերթին են 25-ին 30 միլիոն քյուրդերը 18-ին 22 միլիոն ալևիները թաքուն հայերը որոնք բռնի թրկացած բռնի իսլամացած են բայց հիմա գումակ իրենց ինքնությունը թաքցուցած են թրկական անուններու եւ իսլամ գրոնի ներքև եւ որոնց թիվը ըստ լավադեղյակ աղբյուրներու գահասնի կամ գդարուփերի 3-ին մինչև 5 միլիոն նույնպես եւ թաքուն հույները եւ անշուշտ ասորիները եզիդիները եւ արաբները չնշելու համար այլ փոքրամասնություններ իսկ ինչ կվերապերի այսօր այսպես կոչված Ադրբեջանին նույն իրավիճակն է այնտեղը Թալիշները փոքրամասնություն հայերը անշուշտ արմադախիլ եղած են երկրորդ ցեղասպանության միջոցով որ բադայեցավ Ռուսիո մեղսակցությամբ սեպտեմբեր 2023-ին լեզգինները, ավարները, ցակուրները, շիրվանները, ուրեմն նույն իրավիճակը այնտեղ է։ Իսկ ինչ կվերապերի այսօր այսպես կոչված ռուսական դաշնության, ապա ուրեմն լավադեղյակ ցարակետներ, սովետակետներ եւ ռուսակետներ գբնթեն որ այսօր այսպես կոչված ռուսական դաշնության դարածքին արդեն հստակ կերպով նախապես սահմանները հստակացած մոդարապես 27 հանրապետություն գազմավորվելու իրավունք ունին։ Իհարկե Հայաստանի բարակային, Վրաստանի բարակային իրենք շատ ավելի փախտավոր են, որովհետև իրենք ծննդյան վկայակրի դերացած են արդեն 1918-ին սկսյալ, երբ Հայաստանի բարակային եւ Վրաստանի բարակային դեմոկրատական հանրապետությունները հիմնեցին, իսկ Ադրբեջանի բարակային արդեն դա ինչպես որ անգլերեն գսեն Russian Federation այն ժամանակվա ցարական Ռուսաստանը որ սովետական գտարնար they created a monster այսինքն հրեշմը ստեղծեցին եւ արհեստական բեդություն գոչեցին ցանկի գոչեցին այսօր այսպես կոչված Ադրբեջանը որովհետեւ դամոկլյան սուրի նման գախված մնա 3 դարաշրջանային բեդություններու գլխին առաջինը Հայաստան որ մե աբորինապար Ստալինը բոգեց եւ բռնագծեց ուրեմն Նախիջևանը եւ Արցախը երկրորդը Վրաստանը երրորդը Իրանը ուրեմն հիմա երթանք ընթരാճ 21-րդ տարու արդեն առաջին քառորդը ավարտած ենք եւ ինչ կսպասվի մեզի հաջորդ 5-ին 10 տարիներուն այդ բոլորը ինչ որ արդեն ընդգծեցինք եւ մենք ոչ միայն պետք է ագանադես լանք այլ կորձոն դառնանք մեր գազագերբությամբ մեր գեր գազագերբվածությամբ պայմանավոր Հայաստանը իր ներքին քաղաքական դաշտը մաքրե եւ ամենակարևորը հարավային այսպես գոչված հարավային Կովկաս որ իրականության մեջ արևելյան հայկական լեռնաշխարհն է հայտնված է ինֆորմացիոն բادرազմի գիզագետին եւ օր չանցնիր որ հայրենի ժողովուրդը եւ նաեւ արտերկրի ժողովուրդը թիրախ չեն դառնալ ներքին 5-րդ շարասյան եւ ռուսական FSB-ի կորցակալ սակայն Հայաստանի լրատվական դաշտի մեջ ազատ համարցակ սանցարցակորեն կորձող լրտեսներու կորցակալներու ապադեղեկատվության դեզինֆորմացիայի որ նաեւ գմիդի որ ժողովրդին հոգեբես ընջեն եւ թուլացնեն Փարկաստո որ հայ ժողովուրդը զարթոնք կաբրի եւ այդ սդափանություններուն կարևորություն չի դար այլ գգետրոնա
իր ընթացքը առաջ տանելու իր ներքին գոփվածությամբ եւ արդեն ժամանակը շատ հստակ կերպով մոդալուտ է, որ ինչպես հայ ժողովուրդը հայրենիքի մեջ եւ սփյուռքի դարասին բիդի որ ցերփազատվի ռսաստրուկներեն եւ նաեւ արեմուտքի սորոսականներեն։ Ուրեմն Հայաստանի աբական գգայանա ասկայնության մեջը, որը հիմնադիր հայրը մեծն քարեկին նշտե սվարաբետ նշտեն է, որ առաջին անգամ ըլլալով ժամանակից բացության մեջը եւ օրինակ հանդիսանալով ազատ աշխարհի գաղտնի բեդություններուն հիմնեց ամրոց բեդություն եւ զանգեզուրը պահպանեց իքին ամեն ինչի սովետական գարմիր փանագիթեմ նույնպես եւ թրկական քեմալական թրկական փանագիթեմ որ ըստ երևույթին 1920-ին Քեմալ Փաշան եւ Լենինը Բորոդախոստում մեծախոսիկությամբ այն ժամանակ ասած էին որ մենք զանգեզուրը պիտի բռնազավթենք ընդամենը 3 օրվա մեջ եւ այդ ժամանակը ընթացքին Գորիսի մեջ չայ պիտի խմենք, թեյ պիտի խմենք եւ տեսանք ինչպես խայդարակվեցան եւ ի վերջո զանգեզուրը Սյունիքը միջազգայինորեն ջանցրեցավ Հայաստանի աբակա այն ժամանակ աբակա սովետական սոցիալիստական հանրապետության անկախ մաս եւ այսօրվա զանգեզուրի գոյությունը Հայաստանի բրդ սերտիֆիկատի մեջ ծննդյան թուղթի մեջ ամրագրված է։ Իսկ այսօր նույն հոգեվիճակն է։ Դեսանք 2020-ին ինչպես 44 օրյային առաջ Էրդողան եւ Ալիևը նույն բիսի մեծախոսիկությամբ ասին մենք ընդամենը 3 օրեն Արցախը պիտի բռնազավթենք եւ նույնքան ժամանակ եւս մեզի պետք է որ ամբողջ Հայաստանը բռնազավթենք եւ դեսանք ինչ եղավ շնորհիվ մեր քաչարի նահատակ զինվորներուն եւ վիրավորված զինվորներուն Հայաստանը գանխեց երկրորդ եւ վերջնական ցեղասպանությունը ինչու որովհետեւ ամբողջ բեդության հասկացողությունը արդեն արմատն է դարձել եւ այդ ուղղությամբ մեր ընթացքը պետք է շարունակենք ոչ միայն Սյունիքը պետք է ամբողջ բեդություն իր ղարքավիճակը ավելի ուժեղացնե այլ ամբողջ Հայաստանի հանրապետությունը իսկ ինչ կվերապերի մեր սիրելի ներքին 5-րդ Շարասյան դեսնենք էկրանի վրա թե ինչպիսի ուրախությամբ ռուսա, սովետա, օսմանա վագոններով Պուտինի առաջնորդությամբ դեսեք էկրանի վրա ինչպիսի ուրախությամբ այս 5-րդ Շարասյան եւ որում մաս կգազմեն իարգե Կարեկին Բ չգաթողիկոսը, Գեղձ գաթողիկոսը, որ բռնազավթած է ամենան հայոց հայրաբերության աթորը, ըստ երևույթին իր հետ նաև գնկերակցին Մոսկվայի եզրասը, Արևմտյան Միացյալ Նահանգներու Հովնան Դերդերյանը, Կանադայի չարաշնորհը եւ բազմաթիվ այլ շրջաններու։ Եվ անշուշտ ըստ երևույթին գիշեք մի քանի շաբաթ առաջ երբ իմ զրուցակից հայտնի հրապարակախոս Վարոն Ոսկամ Խիթարյանը ահազանգ հնչեցուց Կարեկին Բ-ի նորակույն սխրագործություններու մասին իրեն պիտի փափակեի հարց տալ որ Վարոն Խիթարյան ինչպիսի նոր զարգացումներ կան Բուլղարիա հայության հետ կապված Վարոն Չապարյան մեծ խանդավառությամբ կսպասեի որ այդ հարցը ինձի տակ որովհետև նոր զարգացումներ կան այսօր Բուլղարիո մեջ ժողովուրդը միահամուռ ոտքի ելած է այն անարդարության դեմ որ գործվի այսօր մայր աթորի կողմէ իր արփանյակ Ռումանիո եւ Բուլղարիո առաջնորդ Դաթև arczepiskopոսի ցերամբ Դժբախտաբար քերակուն հոգևոր խորհուրդ որ երբեք պետք չէ նկատել օրինական գառույց որովհետև ասկայն եկեղեցական ժողովով ընդրված խորհուրդ մը այլ Կարեկին Գաթողիկոսի թելատրությամբ եւ հրանքով մեջտեղ եկած մանգլավիկներ են ժողովի որպես արդյունք հայտարարեցին որ Արմեն Քահանա Մելքոնյան մդիկ չներ դեղույն առաջնորդը
եւ իրեն դրված հրահանգներուն չհնազանդելու համար զինք գարկազուրկ կհրճագենք։ Նախ հարց կուտանք, որ քերակույն խորհուրդ ըսվածը ով է, որ այդ ինքնին իրավունք կտա։ Գարկաբահության մասին խոսողը նախ ինքը օրենքը կհարկե։ Այս մարդիկը երբեք չեն հարկած, որովհետև քարեքին գաթողոս փռնագալ մնե, ուրիշ ոչինչ, եւ իր այդ փռնագալությամբ գրնագոր բարդատրել այդ մյուս մանգլավիկներուն, որ որոշում առնեն այնպիսի ազնիվ հոգևորականի մտեմ, որ այսօր 30 տարի ավելի գծարա է ծրի սիրելիներ, ծրի։ Մադի վրա կհամրվին այսպիսի արժանավոր եկեղեցականներ։ Բայց թշպախտապար գարձեսին, որ իրենց գեղձ ու բադիր հրահանգով գրնան հուսադեցնել բուլգարահայ քաղուտը։ Ոչ սիրելիներ, ընդհակառակը այսօր ամբողջությամբ ոտքի ելած է բուլգարահայ քաղուտը եւ գուզե ինքզին հերացնել այս ամփարդավաններեն, այս բռնագալներեն, որովհետև խորաբես կհավատան, որ եկեղեցին հոգևոր առաքելության գետրոն է եւ ոչ բռնադիրության գետրոն։ Այսօր մայր աթորը իր արփանյակներով մորցած է հոգևոր սնունդ չամփել իր ժողովրդին։ Բուլգարիան վերջին օրինակն է, սիրելիներ։ Դակավին մի քանի տարի առաջ Նիսի մեջ Ֆրանսան նույն պատմությունը ստեղծվեցավ։ Եվ Քարեքին գաթողոս նույնիսկ համարձակություն ունեցավ դատարանի միջոցով հայտարարել, որ Նիսի եկեղեցին առաքելական եկեղեցի չէ։ Այսինչ հայտարարություն է վեապար։ Գերեբի դուք ձեր առակներուն հետևանքներու մասին գաղափար չունիք։ Ձեր ռազը սրբաբղծություն է եւ արիտ կուտակ նաեւ որ ձեր այդ մանգլավիկները նույնպես հետևին ցեզի եւ բաճար կդառնաք, որ հայ եկեղեցին ոչ թե դեպի անթունդ կլդորվի, արդեն ջահիջի մեջ է։ Ինչպես պիտի հանենք այս ջահիջեն հայ եկեղեցին եւ որ օր ցերեգով գբաջեք արժանավոր եկեղեցականներ, ըլլակտուկ, ըլլա արամ գաթողոս, նույն ցևով, բռնագալ դարձերեք, ուր է ձեր հոգևոր հայրությունը, ուր է ձեր հոգևոր առաքելությունը, գլսեմ, գշպվիմ ես, երկու գողմի միապաններուն հետ, փոլորն էլ փողոք ունին ցեզիտեմ, որովհետև բռնագալ եք, գգարձեք, որ դուք օրենք են վերեք, անանք պայն քոյություն չունի սիրելիներ, հայ եկեղեցին կանոնակրություն ունի, ասկային սահմանադրություն ունի, յուրաքանչյուր թեմ իր կանոնակրությունը ունի, ձեր գամքը չեք կրնար բարդատրել փոլորի վրա։ Ինչ ասել է Քարեքին գաթողոս մեջ միազնի մեջ նստած, Լոս Անջելեսի մեջ գամ այլուր Բուլգարիայի համես ծուխիմը քահանան ինքը պիտի որոշե։ Դուք իրավունք չունիք վեապար առնելու, խելելու այդ իրավունքը, որ ժողովուրդը ունի։ Ժողովուրդը իրավունք ունի իր հոգևոր հովիվը ընդրելու։ Դուք չէ որ պիտի որոշեք։ Առաջնորդներու ցերքեն արած եք։ Եվ այս մանգլավիկ առաջնորդներեն դակավի մեկը չլսեցի, որ փողոք ասելով, որ ես 40-30 տարվա եպիսկոպոս, արքեպիսկոպոսս, թեմին առաջնորդ իրավունք ունիմ իմ քահանաս ընդրելու, որովհետև արժանիք մգտեցնեմ ես այդ անցին կողմը։ Դուք մայրաթորի մեջ նստած չեք կրնար որոշել եւ բարդատրել, թե ով ուր պիտի քահանայ կործե։ Անոր հետևանքն է այս բոլոր գարկազրգումները։ Այսօր 100-ը ավելի եկեղեցականներ, որոնց մեծ մասը արժանավորներ են, զրկված են հոգևոր առաքելության են։ Անոնց զրկելով կզրկեք ժողովուրդը, որովհետև ժողովուրդը բաբագ ունի,
հոգևոր բաբակ ունի, այդ արժանավորները պիտի կային, լիացնեին այդ բաբակը, բայց դուք անարժանապար այդ աթորին վրա նստած, ցախ աչ սուր գջոջեք եւ գհերացնեք այդ ամեղ արժանավոր պատրաստված եկեղեցականները եւ ասոնց վերջին զոնը դեր Արմեն Քահանա Մելքոնյանը վեապարայր ծեր հայդարարությունը ամերիկյան 5 սենտնալ չարժեր չսելու համար 1 սենտնալ չարժեր որովհետև ժողովուրդը ընդունած է եւ այսօր գշարունակ է ընդունել եւ խորներամ գլեցին է վարնայի եկեղեցին հոն ուր դեր Արմեն գբադարակե սա կնշանակե որ ժողովուրդը այլևս ցեզի կարևորություն չդար որովհետև դեսած է որ դուք հոգևոր հայր չեք հոգևոր եղբայր չեք դուք վաճառական եք դուք մամոնայի սպասարկուներ եք ուրիշ բան չեք ցեզի համար ինչ կնե թրամն է գալվածն է մոմ ծախող եկեղեցականներ դարձած եք դուք եւ այս բոլորեն յետքը գագնգալ եք որ այս ժողովուրդը ցեզի անտեպ հարկանք ունենա ոչ վեապարայր այս ժողովուրդուն իմյան հարկանք երբ գտեսնե կորզնականապես ոչ թե շրտնային ծառայություն կորզնականապես գտեսնե որ քահանան իր գողքին է եւ ամեն րոպե պատրաստ է ծառայելու իր ժողովրդին որովհետեւ խորապես կհավատա իր առաքելության ադորամարդ ձունգի եկած է խորանին վրա որովհետեւ պատրաստ էր ծառայելու իր ժողովրդին բայց դուք վեապար մդրակով հերացուցիկ այս արժանավորները այսօր 100-ը ավելի կան անոնք նույնը գնա Արամ Կաթողոս երեք ինձի ցանկ ղրգվեցավ Գիլիգյան միապանի մգողում է 20 հոգի ավելի հերացված են կամ հերացած են Արամ Կաթողոս ուր գերտակ մեր օրերուն այսպիսի բան չկար մենք Խորեն Կաթողոսի օրով Զարե Կաթողոսի օրով լույս իջնե քերեզմանին մենք ասանք բաներ չէինք լսած սուր գջոջեք ցախ եւ աչ մեղսեն այս երդասարտերուն մեղ գնայ մեր ժողովրդին որ իր փերնեն գդրած մայր աթորը եւ գամ գիլիգյո աթորը գբահե ու բահբանե հանուն աբակային ի վերջո այս երդասարտությունը եկեղեցվո ջամփով իր ժողովուրդը համախմբված պիտի բահե հանուն այրենիքին 2.5 միլիոն հոն է 8 միլիոնը թուրսն է եկեղեցին է ամենակամ գսենք այդ զորավոր շաղախող ուժը որ գրնա համախմբել իր ժողովուրդը բայց ադիկա գրնանել միայն եւ արժանավորներ աթորներու վրա նստած են եւ այս բոլոր պիտի կատարվին հանուն հայրենիքին փոքրիկ հայրենիք ունենք պիտի փրկենք եւ անոր զորավիկ պիտի գանքնի եկեղեցին այս արիտով նաեւ գուզեմ հիշեցնել ցեզի Կարեկին Կաթողոս ինչ էր ծեր գադարած ծառայությունը որ դակամին անցյալ դարի նախագահ Պուտին ցեզ բարգեւադրեց շքանշանով այսօր Գիրիլ Բադրիարքը ցեզի շքանշան գղրգե ծեր չեմ ուզերսել որ արժանիքին համար պիտի ուսեյսել ծեր որ ծառայության համար հոգևոր ծառայություն թե քաղաքական ծառայություն հրադիկա այս նույն Գիրիլ Բադրիարքը ոչինչ ըսավ այն օրերուն երբ մեր ժողովուրդը հայրենազրկվեցավ եւ արդակցվեցավ իր թարավոր հողերեն Արցախեն ոչինչ խոսեցավ Գիրիլ Բադրիարքը դուգալ ոչինչ ասիկ երբ Բաքուի մեջ Ալիև նախագահ Պուտինի ներկայության եւ դեղույն arczepiskopos-ի ներկայության ըսա որ Փարթողոմեոս Արաքյալը հայերուն չպատկանիր մենք մեր լուսավորիչներուն դեր չենք կրնար գանքնիլ ինչպես ես
չդամ այդ հարցատրումը ցեզի վեապար ծեր որ ծարայության համար դվավ գիրիլ բادرյարքը այդ շքանշանը դուք շքանշան պիտի սպասեք նախ դիրոշմե որուն ծարայելու համար եկած եք տաշտ եթե չեք հավատար ծեր մեծակույն արժանիքներուն համար իր տնահատականը պիտի դա ժողովուրդը եւ եկած է դեղմը որ ժողովուրդը ամբողջությամբ գործընծուսած է հավատքը ոչ միայն եկեղեցու նկատմամբ որ մեզի ցավ կպատճառե այլ ծեր նմաններու նկատմամբ որոնք պետք է հերանան եկեղեցին երթան ապաշխարության եւ թողեն թաշտը արժանավորներուն հասած է ժամանակը բոլորանոնք որոնք դագավին գգարձեն որ աղոթադունը վաճառադուն է լավ գլավոր գամովին հերանան որովհետև ժողովուրդը դեղմը պիտի կա պիտի չգարենա իր չիղերը զսվել եւ ցեզ ֆիզիկապես դուրս պիտի տնե այդ վայրերեն որ դուք կգարձեք որ ծեր սեփականությունը դուք հայ ժողովրդի սրբությունը սրբաբղձեցիք ոչ միայն ծեր խոսքերով այլ նաև ծեր կորձունեությամբ ժամանակը հասած է որ դուք վերադեսության ենթարկեք դուք ըսցես օրենք է բարձր անց չգա եկեղեցու կանոնակությունը պետք է հարգվի այս առիթով նաև գոչ կուղեն բոլոր ըսպյուրքի մամուլին որոնք ամենան հայոցին խնգարգելու համար վերջերս նորեն հայդարարություն դրած էին որ քերակույն ժողովը որոշումներ արավ ժողով դեղի ունեցավ գարկմը որոշումներ թեև հստակ ոչինչ կար այդտեղը ես կզարմանամ մեր մամուլին խմպակիներն շատեր մոդեն գճաշտամ բայկարն է նոր օրն է մասիսն է արարատն է զարթոնքն է բոլորնա մոդեն գճաշտամ խմպակիներուն հետ հաջախ կխոսիմ երբ կխոսինք իրարու հետ գլուխ գլխի դարբեր է ծեր մոդեզումը բայց ինչու գխնգարգեք եւ որ քերակույն հոգեվոր ժողովը որ այս բարակային անկանոն ժողով մնե այդ մասին գատրատարնակ ծեր մամուլի մեջ ինքնախապեյություն է սիրելիներ ինքնախապեյություն է որովհետև այդ ժողովը կանոնական ժողով չէ եւ դուք գիտեք ադիգա չեմ գնարսել որ դքեդեք դուք ոչ ընդհանրակը կաբլիցի գիտագից եք բայց գիտակ ծապար այս մեկը գնեք ինքնախապեյություն է ելելով թե գագնալեք օրմը որ ես միածին երտան ծերալ գուրցկին շիկանշան մտնը չի կարելի այս ժողովը կանոնական ոչ մեկ իրավունք ունի որովհետև ասկային եկեղեցական ժողովով վավերացված քերակույն հոգևոր խորհուրդը չէ 45 այդ աթորը բռնազավթել է իվեր քանի երորդ փոփոխությունն է որ գնե կանոնակություն կփոխե առանց ասկային եկեղեցական ժողովի նույն ցևով բռնագալական դիրությամբ կփորձե թե մեր կանոնակությունները փոխել ցախողեցավ արևելյան ամերիկայի արևելյան եզերքի կանոնակությունը փոխել որովհետև ամերիկահայեր շատ ավելի խորաբես կհավատան օրենքի քերակայտան կամ բռնագալիմը գադարած փոփոխություններով չի կարելի վիապար ցախ աչ գմդրագե կարելի չէ եկեղեցին կանոնակություն ունի պիտի հարկեք այդ կանոնակությունը եթե չհարկեք ոչ ոք ցեզ պիտի հարկե պիտի կա ժամը այս ժողովուրդը չմոռնակ բարապտեղ չէ որ հայկական արածը գսե երբ որ ժողովուրդը ոտքի ելե թակավորներ վարգիչեցնե ալուր մնաց ամենայն հայոց հայրապետը ժամանակը հասած է որ ինքնամաքրման երթակ ապաշխարության երթակ փրկենք այս եկեղեցին որովհետև եկեղեցին քիչ առաջ ինչպես պարոն Չապարյանը ասավ մեր երկիրը բավական վերիվայրումներ գաբրե դուք ոնասյուններեն մեկնեք
հայրենի երկրին։ Ընդհակառակը գործեք դավար զառնել, որովհետեւ ավելի խորդակվի։ Ուր է ծեր հայրությունը։ Չի կարելի։ Չենք կրնար ընդունել ծեր այս վարկը։ Բուլգարիո քաղուտը իրավունք չունիք փոթորգելու, որովհետև մինչև հիմա ցախողած եք։ Եկեղեցական չղրգեցիք այդտեղը, մի քանի հատ քող ավազակ ղրգեցիք, որոնք կողոպտեսին երկիրը եւ հեռացան։ Ակին շրջապերականներ ելած են այս մասին։ Եվ այսօր կփորձեք թեմագանի ադենաբեդին գեցահարել, որ Սոֆիայի մայր եկեղեցվո մեծակույն բարերարն է եւ երկար դարիներ է իվեր գծարայի եկեղեցվո։ Չեմ զարմանար վաղը ելեք հիմար հայդարարություն մնեք, որ քեզ արաքելական են կզերգեմ։ Վեապար հայրաբետ, դուք խորհուրդներուն չեք հավատար։ Չի կարելի ցերնատրված եկեղեցականի մսել, որ այսուհետև թուն եկեղեցական չես, անակ փանկոյություն չունի։ Միան գրնակ աբաշխարության ղրգել զինքը։ Կարելի է անցի մսել, որ թուն այսուհետև մգրդված չես։ Եթե այս բոլորը գնեք, կնշանակե, որ դուք ոչ եկեղեցվա անտեպ հավատք ունիք, ոչ օրենքի անտեպ հավատք ունիք, ոչ ալ Աստուծո առջև դուք հավատք ունիք։ Աբա թե ոչ այս բոլորը պիտի չնեիք։ Ժամանակը հասած է։ Թույլ տվեք, որ այս ժողովուրդը ինչպես թարերու ընթացքին դեր կանգնած է իր եկեղեցվո, այսուհետև վճռած է դեր կանգնել։ Բոլոր անոնք, որոնք պիտի խոչընդոտեն, պիտի հեռացվին եկեղեցին։ Շնորհակալություն բարոն Մխիթարյան, սիրելի ասկագիցներ, իհայրենի եւ իսպիրս աշխարհի, ինչպես կտեսնեք, հայ ժողովուրդը զարթոնք կաբրի, ինքնամաքրման գործընթացը գշարունակվի ավելի ուժեղ թափով, որովհետեւ մենք հասնենք մեր ասկային իղծերու իրակորձման, մեծ երազանքի իրակորձման, իգադար ածելու հզոր Հայաստան։ Այո, հզոր Հայաստան, ի երջանկություն հայասերներուն, ի թշպախտություն հագահայերուն։